Բարի լույս ձեզ, բարի լույս մեր շատ սիրելի, բարի ձեզ սիրելիներ, մեր շատ սիրելի, մեր բարի, մեր հարազատ դարձած, մեր լավ հետևորդներ ջան, ինչպես եք, մեզ մոտ բարի լույսը, եղանակը անպամած, վառախուղ, շատ վատ եղանակա, գործեր ունենք դուրս եկանք, վայ, հովուլը բարևում է, պաչիկ անում, այսօր հովուլը պարտեզ չի գնաց է, մի փոքրիկ վիրուս ինքն էլ ա կպել, լավանա հետո նոր կգնա, ինչ պետք է ասես հով ջան մեր սիրելի բաժանորդներին, լարի սենց նստի մամայի կողքը, բարե ձեզ սիրելիներ, հլը հարցրու ոնց եք, քեզ պաչիկներ էին ուղարկում գիտես, բա դու ինչ պետք է ուղարկես իրանց, պաչիկներ, սրտիկներ, սիրելիներս, այսպես, գնանք մի փոքրիկ, սա էլ հովուլի պիստալետ է, անցած վլոգում տեսել են հով, հլը ցույց տուր, հա, օ, իմ տղու, դա էլ մեր հովուլի պիստալետը, հով, Սոնան ուր է, նկարչական չի դպրոց է, վաղն է նկարչական, կգնանք մեր գործերը վերջացնենք, Սոնայիս էլ կվերցնենք կգանք, այսօր տանից դժվար էլ դուրս կարողանանք գալ, շատ վատ է եղանակը, ցուրտ է շատ, երեխաներն էլ հիվանդ են, ես դեռ հլը չեմ լավացել, համեմատաբար անցած վլոգին, որ կարահանել եմ, մի փոքրիկ ավելի լավ եմ ինձ զգում, սիրելիներս, վիրուսները շատ է տարածված, զգուշ եղեք, հատկապես երեխաներին, շատ վտանգավոր է, ահավոր շատ է վիրուսները, տենց երեխա ու ընտանիք չկա, որ հիվանդ չլինեն, պարտեզում 7-8-10 երեխա են գալիս 30-35 հոգանոց խմբից, այսպես սիրելիներս անչափ շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ անչափ ձեր մեկնաբանությունների, ձեր լայքերի համար, տարածեք իմ ալիքը, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, շատ շնորհակալ կլինեմ, որ անպայման բաժանորդագրվեք ու սեղմեք զանգակը, որ վիդեոները առաջինը հասնեն ձեզ, այսպես սիրելիներս, ձեր բոլոր մեկնաբանությունները կարդում ենք, Սոնասել է կարդում, բոլորից շատ մենք էլ սիրում ենք, ոնց որ դուք եք մեզ հասցրել սիրել այս կարճ ժամանակում, անչափ շնորհակալ եմ, մենք էլ ուղարկում ենք մեր պաչիկները, մեր ջերմ խոսքերը ձեզ, չէ հովուլ, հա հովուլս, դե հետ արի նստի, այսպես սիրելիներս, շրջան մեր մոտի սիթինա, թե ցույց էի տվել, ամանորյա եռուզեռը սկսված է, այսպես, բոլորը գնում, պատրաստվում են ամանորին, սիրելիներս ենտեղ հարցեր կար ինձ ուղված, տան հետ կապված, որ ռումտուր անեմ, հետո որ մի քիչ զրուցեմ մեր մասին, անպայման կզրուցեմ, կպատմեմ մեր մասին, մի փոքրիկ կազդուրվենք, Ես մի քիչ խառնա լինում իրավիճակը, հովուլը պարտեզ չի գնում, Սոնաս դպրոց, նկարչական, այսպես, որ ես կարողանամ լիարժեք վլոգներ նկարել։ Այսպես սիրելիներս։ Գնանք, մեր գործերն անենք, տեսնեմ որտեղ կարող եմ միանալ ձեզ, կմիանամ։ Հովուլ հլը առայժումս հաջող արա։ Հետո ասա կմիանանք։ Մամանք։ Դու քանի տարեկան ես հով։ Դերետ։ Պատմի մի քիչ քո մասին։ Դերետ։ 3 ես։ Ուր ես գնում դու։ Յախուտ։ Յախուտ չէ։ Հիմա ուր ես գնում։ Ծամոնարն։ Ծամոնարն ես։ Հովուլի ուշքը միտքը ծամոն։ Վայ հովուլ։ Ծամոնարնի հովուլի իրան։ Այսպես սիրելիներս, այստեղ անջատեմ, հետո կմիանամ։ Ես անջատեմ։ Սիրելիներս, հլը նայեք մառախուղը,
Բան չի երևում, այն ծառից են կողմ արդեն փակ է։ Ահա որ մառախուղը։ Արդեն երեկել էր, այդպես այսօր էլ ենք խուղը։ Հով ջան, ինչ ես անում տղես։ Կանգնել ենք, սպասում ենք ամուսինս գործեր ունի։ Գործով տեղ կա։ Իրեն ենք սպասում, ասեցի այդ ընթացքում ձեր հետ մի երկու բառ էլ կհասցնեմ շփվեմ սիրելիներս։ Այնքան եմ ուզում, որ ամեն ինչ սենց իրավիճակների, այս վիրուսների, այս բաների փոխվի, որ ավելի ակտիվանամ, ավելի սկսեմ շատ նկարել, լավ որակով վիդեոներ, որ դուք էլ հաճույքով նայեք, վայելեք սիրելիներս, ես ինքս էլ եմ այս իրավիճակից նեղվում, որ դեռ չենք լավանում, բայց կլավանանք փառք Աստծո, կանցնի ամեն ինչ, չէ հով, այսպես, գրեք տեսնեմ ով որտեղից է նայում ու ձեր մոտ ինչ եղանակ է սիրելիներս, գրեք կտեսնեմ ես մեկնաբանությունները, բայց չեմ թողում, բոլորին հասցնում եմ, պատասխանում եմ պարտադիր, այդպես ոնց որ շփվեմ ձեզ հետ, ճանաչում եմ ձեզ, ձեր բարի լավ տեսակը արդեն հասցրել եմ ճանաչել շատերիդ, որ ովքեր որ գրել եք բոլորիդ, շատ ջերմ եք գրում, շատ հարազատի նման եք գրում, շատ շնորհակալ եմ ես բոլորիցդ այդպիսի ջերմ ու բարի դրական լինելու համար սիրելիներս, դա ինձ ավելի է ոգևորում, այսպես, այսօր երկուշաբթի է օրը, հասցնեմ եթե մոնտաժ անեմ սա, կտեղադրեմ մի փոքրիկ վլոգ, այսպես ալիքում թող լինի, եթե ընթացքում հետաքրքիր բաներ լինեն, որ անեմ, մի արա հով ջան, խանգարում ես ձայնը, մի չխկաց շաբալես, միացնեմ վլոգին, կտեղադրեմ, անկեղծ ասած, մի քանի օր առաջ առիթի էինք հրավիրված, էդի սենց մոնտաժ արե պահել եմ, կարճ է ինքը վլոգը, բայց կուզեմ դնեմ ալիքում, առիթի էինք հրավիրված գնում ենք, ուղղակի այնտեղ համ մեքենայի մեջ է երաժշտություն փակել եմ ու զրուցում եմ, համ էլ այնտեղ ձայները երաժշտությունը շատ էր, ես տենց չկարողացա շատ նկարել, բայց ինչևից է, տեսնեմ, եթե կամ սրան կմիացնեմ, կամ նա առանձին կտեղադրեմ, սա էլ առանձին կնայեք, հետո հա, սենց պուճուրիկ վլոգ է շատ կարճ, բայց ամեն դեպքում մեզ եմ ցույց տալիս ճանապարհը, երեկոյա գնում ենք այդպես։ Երբեմն զրույցներն էլ է պետք ձեր հետ, շատ եմ սիրում, այսպես ոնց որ էկրանից այն կողմ շփվեմ ձեր հետ, դուք էլ որ մեկնաբանությունները գրում եք, շատ հաճելի է սիրելիներս։ Մենք մեր մոտ եղանակ ավելի փակվեց, տեսեք, այն ծառը որ նոր երևում էր, հիմա արդեն էլ չի երևում, փակվեց։ Հիմա քիչ-քիչ կփակվի, երեք բաբշե շատ էր մանը, քաղաքում ավելի շատ է եղել։ Ամուսինս ասեց քաղաքում ահա որ փակեր, առախուղը փակել էր։ Այսպես սիրելիներս։ Դե ինչ անջատեմ, սպասեմ։ Տեսնեմ երբ կգա, երբ կավարտենք մեր գործերը ու կմիանամ էլի ձեզ։ Սոնջան, պրիվետ։ Բարև ձեզ։ Ոնց ես իմ աղջիկ։ Լավ եմ, դուք ոնց եք։ Սոնայից վերցրել ենք, ոնց անցավ դասերդ։ Շատ լավ։ Ասեմ, որ այսօր տնօրինության կողմից թեմատիկ են գրել ու ես ստացել եմ 10։ Օպրի իմ աղջիկը։ Տնօրինության կողմից եք գրել։ Այո։ Մի թեմատիկ։ Ահա, պրաշկանքս ինչպես միշտ գերազանց, շատ ապրի իմ աղջիկը։ Հովուր։ Հով։ Վայ հովուր։ Դե բարև ելա, քո սիրելի հետևորդներին։ Վայ Սոնա ջան։ Չեն գերաշտուշիտը։ Չէ, չենք անջատում, կյանքս լույսիկը։ Լավ, Բարդորը չեն։ Սիրելիներս, մենք տուն էինք եկել արդեն բավականին ժամանակ է, մի հատ ուզեցի ուզբեկական փլավ սարքեմ այսօր եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ,
Այսինքն միասին պատրաստենք, մեր առօրյան շարունակվում է, մեր օրը շարունակվում է, այսպես ասեմ, փոքրիկ գնում ունեմ անելու, արագ անեմ գամ ու միանամ ձեզ, որ միասին պատրաստենք, սիրելիներս, կգրեք դուք ինչ եք այսօր պատրաստել, կգրեք սիրում եք ուզբեկական փլավ թե չէ, մենք շատ ենք սիրում, այս անգամ հավի կրսկամսով կպատրաստեմ, տավարով եմ պատրաստում, տավարի մսով, բայց նայած ժամանակ ոնց է մեր հավեսները տալիս, այդպես սիրելիներս, այս անգամ հավի կրսկամսով ուզբեկական փլավ կանեմ, կպատրաստեմ, ընթացքը կաշխատեմ մի փոքրիկ ձեր հետ կիսվեմ, որպեսզի վլոգ համել ունենանք ալիքում տեղադրելու, օրը սկսել էի, դեռ չէի ավարտել, դե ինձ սիրելիներս, գնամ վազքով խանութ գամ, գնումս անեմ գամ, որ միանամ հանգիստ արդեն տանը լինեմ, սկսեմ պատրաստել ու պատրաստման ընթացքով կիսվել ձեզ հետ։ Դե ինչ, սպասեք, մինչ կվերադառնամ ու միասին կպատրաստենք արդեն մեր համովությունը, ասեմ, ես շատ եմ սիրում, ուզբեկական փլավ սոնասելա, բացի հովուլից բոլորս սիրում ենք, սենց ասեմ։ Դե լավ, սիրուններս, պատրաստեք ձեր բաղադրիչները, ինչ որ ունեք ձեռքի տակ, եկեք միասին պատրաստենք համովություն։ Առայժմս կմիանամ ուտելիքը պատրաստելուց։ Սիրելիներս, ես վերադարձել եմ արդեն տուն, հովուլին քնացրել եմ, քանի դեռ հովուլը քնած է, փորձեմ մի փոքր ձայնով, մի փոքր ցածր ձայնով պատրաստենք, ինչպես ասեցի, ուզում եմ ուզբեկական փլավ պատրաստեմ, սիրելիներս։ Այստեղ ես հավի կրծքամիսը մոռացա բերել, հիմա դա էլ կմոտեցնեմ, դե ինչ, վերցրել եմ ես իմ նվեր ստացած թավան, այնքան շատ եմ հավանել, այնքան շատ լավն են Ամերիկայից եկած իմ նվերները, իմ սպասքները, որ անընդհատ ուզում եմ իրենց օգտագործեմ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ես իմ սիրելին, բարին, լավ Հլստեղ նայք սիրելիներս, այնքան լավն են, այնքան էսթետիկ հաճույք է ստանում, դրա համար ուզում եմ անընդհատ իրենք ձեռքիս տակ լինեն, իրենցով օգտագործեմ, ինչի համար եւս մի անգամ շնորհակալ եմ իմ շատ սիրելի Աննա քույրիկիս, դե ինչ, սա էլ էր նվերներից մեկը, ես վերցրել եմ այսպիսի բրինձ, սիրելիներս բասմատի տեսակի հնդկական բրինձն է, որը շատ լավն է, ես միշտ իրենով եմ պատրաստում, շատ հավանում եմ, նայեք սրա տարբեր տեսակներն եկան, իրենք այսպես երկար, որ եփվում են հատիկ առ հատիկ կանգնում են, շատ լավն է, եթե չեք օգտվել մինչև հիմա, խորհուրդ կտամ օգտվել, վերցնեմ եմ բրինձ, ես դնեմ սա, չընկնի, բաժակով եմ, ես միշտ մի բաժակով եմ անում, ես սոխ եմ վերցրել, եթե կա մի հատ մեծ, եթե չէ, ես երկու հատ այսպես միջին չափն եմ վերցնում և երկու հատ փոքրիկ գազար։ Հիմա կմաքրեմ, կլվանամ, հավի կրծքամիսն էլ պետք է կտրատեմ ու սկսեմ պատրաստման ընթացքը, սիրելիներս, քանի դեռ հովուլը քնած է, պատրաստեմ, որ հասցնեմ նկարահանեմ։ Եկեք հավի կրծքամիսն էլ բերեմ ու շարունակեմ։ Ահա և կրծքամիսն էլ այսպես, մի ամբողջական, ես առանց ոսկոր տարբերակն եմ վերցրել, մի ամբողջական հավի կրծքամիսը, մի քիչ ավել երևի, այսպես սիրելիներս, սա է մեր քերիչը, որ քերիչով անցկացնենք, եկեք ես մաքրեմ սոխը, լավանում եմ, մոտեցնեմ, կգրեք դուք ինչ եք պատրաստել այսօր, ինչ համեղություն եք պատրաստել ձեր ընտանիքի անդամների համար, սիրուններս։ Ինքան սուր դանակը, մարդու ձեռքի տակի դանակը պետք է այսենց լստեղնել, սուր լինի։ Հիմա ես այսպես դնեմ, ստեղ, տեսնեմ երևում է, որ դուք էլ տեսնեք, շատ սուրը, շատ լավ դանակը, բոլորն են սուրելի,
սիրելիներս։ Կարտոֆիլը, գազարը, այս տեսակ բաները սիրում եմ հատուկ այս դանակներով մաքրեմ, որովհետև ավելի մոտ լավը սրանով ստացվում, քան սովորական դանակով։ Ներողություն սիրելիներս։ Ախ, այս վատ վիրուսները երբ են ավարտվելու, երեխաները հիվանդ են, բոլորը հիվանդ են, առողջ մնացեք, զգույշ եղեք սիրելիներս, շատ վատ վիրուս է, շատ վատ վիրուս է, վերջ, լվանամ, մոտեցնեմ, ահա և ես եկա, լվացրեցի, պատրաստեցի, արագ կտրատեմ, շատ հեշտ է, բոլորս էլ գիտենք պատրաստման ընթացքը, ձևը, սոխ ես սրա մեջ մի փոքր շատ եմ սիրում, գցել սիրելիներս, սոխով շատ եմ սիրում, որ մի քիչ շատ է լինում սոխը, ես այդպես եմ սիրում, ավելի համով է լինում, այսպես մանր կտրատում ենք, թավայի մեջ սիրելիներս նախապես լցրել եմ բուսայով, ես բուսայողով տապակում եմ, սոխը, գազարը, հետո մի փոքրիկ կրծքամիս ավելացնում եմ արդեն բրինձը, հետո վերջում ես ավելացնում եմ յուղ կամ կարագ, ինչ ունեմ այդ պահին ձեռքիս տակ, կամ ոնց սիրում եք, մարդկա կարագով է սիրում, մարդկա հենց բուսայողով է սիրում, ոնց սիրում եք, այդպես պատրաստեք սիրելիներս, շատ հեշտ է, բոլորս գիտենք, այսպես, արագ անում, մի փոքր շտապում եմ, հողուրը չարտնանը, սոնան նկարչականը, Այսօր հողուրը ստանենք, հողուրս, ինչպես ասեցի, պարտես չգնաց, տեսնեմ ինչպես եք, ոնց եք ձեզ զգում, ինչ եք անում, այս ցուրտ ու մռայլ եղանակներին, ովքեր որ տանն են չեն աշխատում, բալիկները ձեր ինչպես են, ամելքից եք տեսնեմ դուք այսօր ինչ եք պատրաստել սիրելիներս, երեկոյան արդեն վլոգը կլինի ալիքում, կսպասեմ ձեր արձագանքների, այսպես լավ անդացրել եմ սիրելիներս, այսպես կարող է չերևա, բայց նախտանորդն շատ լավը, շատ սուր, այսպես նայք, տեսեք ինչ մանր արել եմ, ավելացնեմ թավայի մեջ, ես ես ամեն երկու բաղադրիչ այդպես պատրաստ կպահեմ ու կանցնեմ մի անգամից եթելու ընթացքին, սա էլ այսպես, վերջ, սա թողնեմ երկու, հավի կրծքամիսը կտրատեմ, պատրաստեմ սիրելիներս, քանի որ գազարը չեմ ուզենա սրա վրա անեմ, գիտեք բոլորդ էլ բանը, գույնը վռած թողելու է տախտակի վրա, իսկ ես չեմ ուզում, որ գույնը փոխի, կտրատում եք ոնց ձեզ հարմար է, ինչ չափի որ հարմար է, ես փոքրիկ կուբիկներ եմ անում, որ երեխաներին ավելի հեշտ լինի, հարմար լինի ուտելը։
Դանակս ուզում եմ փոխեմ։ Դանակս փոխեցի։ Ավելի մեծ դանակ վերցնեմ, ավելի այսպես ընդհանուր միանգամից։ Արագ կտրատեմ։ Եթե չեք շտապում, հանգիստ ձեր համար ձեր գործեր արեք։ Սիրում եմ ես նաև ուտեստի տեսքը, կարևորում եմ շատ։ Փոքրիկ քաղաքություններ ստացվել սիրելիներս։ Ինչպես արդեն հասկացաք։ Ինքան սուրը դանակը հլը չկպած կտրատում։ Պատրաստ։ Եկեք այս մեկն էլ առանց ձեզանը, որ չձանձրանաք։ Միսը կտրատեցի, սա էլ այստեղ պատրաստ է։ Հիմա քերեմ գազարները սիրելիներս։ Զանգ եկավ։ Շատ չեմ էլ ուզենա լինի, որ շատ քաղցր չլինի դրակը։ Երևի թե այսքանը հերիք է, բավական այսքանը սիրելիներս։ Եվ ցույց տամ նաև բրինձը, բոլորը արդեն պատրաստ է, որ կարող են հանգիստ կանել, կարող կանել։ Հիսարեցին բաժակները սիրելիներս։ Այն մյուս տեսակն էլ ավելի երկար է, պատկերացրեք, որ մի տեսակ էլ կա, սիրելիներս։ Ուզում եք մնացեք, ուզում եք ոչ, ինքը ենքան մաքուր, ենքան ես առաջի անգամ չեմ գնում, ինչպես ասեցի, սրա այն մյուս տուփովը, մյուս անգամ էլ նրանից կգնեմ, ցույց կտամ, էլ ավելի երկար տեսակն է, էլ ավելի իրենք շատ լավն են դրանց տեսակները, այսպես, մեր բաղադրիչները, մեր սոխիկ արդեն բուսայուղի մեջ, անցնենք գազօջախին, պատրաստեմ, ընթացք արագ ցույց կտամ, լավ սիրելիներս գնացի։ Սիրելիներս, սոնխը արդեն տապակվեց, չեմ թողնելու շատ կարմրի, այսպես թողնելու եմ ոսկեգույն երանգով մնա, ինքը, քանի որ գազարի ու մսի հետ նույնպես տապակվելու է ինքը արդեն, շատ լավ ասենց, հեսա կավելացնեմ գազարը, ավելացեցի գազարը, մի լավ կպառնեմ ու կթողեմ կտապակվի, տեսեք բուսայուղը վրաս քաշեց, բայց ոչ մի խնդիր, ինքը առանց թավայի տակը կպնելու, հիմա շատ լավ այսպես կտապակվի սիրելիներս։ Թողնեմ մի 2 րոպե տապակվի ու ավելացնեմ միսը։ Ահա եւ վերջ սիրելիներս, գազարը նույնպես տապակվեց, շատ մի թողեք, որ ինքը տապակվի, այդպես վերջ ավելացնեմ միսը։ Սիրելիներս ավելացրեցի հավի կծկամիսը, ընդհանրապես սիրելիներս եփած կտրտած եմ ավելացնում, լինում է որ տավարի մսով էլ նույնպես եփած կտրտած եմ ավելացնում,
Սա կթողնեմ մի փոքրիկ սենց շատ տապակվի։ Դուք կարող եք այս վիճակում, խում վիճակում լցնել, կարող եք նախապես խաշել, կտրխել, նոր լցնել, ընդհանրապես տենց եմ անում, բայց ոնց հասկացա, այսօր շատ վրազեցի ու այսպես արեցի, բայց ոչ մի խնդիր չկա։ Ահա, սիրելիներս, սա էլ մի փոքրիկ տապակվեց, միսը շատ լավ է, բնական է, ինչքան ուզում է տապակվի չտապակվի, միևնույն է ինքը եփելի է արդեն։ Ջուրը որ ավելացնենք եփելի է։ Այսպես, հիմա ավելացնենք բրինձը։ Բրինձներ եմ ես մի փոքրիկ տապակում աղ եմ անում ու ավելացնում եմ միանգամից եռացրած ջուր, որպեսզի բրինձը չլխկվի, չկպնի իրար, չնայած իմ բրինձը, ինչպես ասեցի, այդպիսի խնդիր չենք ունենում։ Սառը ջուր եմ ավելացնում, ոնց ստացվում է։ Ես ինքնտիվ բրինձը, սա էլ մեր բրինձը։ Այսպես, սիրելիներս։ Վերջում ես մի փոքրիկ յուղ կամ կարագ կավելացնեմ, ինչը որ այդ պահին ուզենամ ավելացնել։ Ինչը որ լինի ձեռքիս տակ, այդպես պատրաստեք սիրելիներս, ինչ կա ձեր ձեռքի տակ, պատրաստեք ուտելիք ստացեք դրանից։ Այսպես, սա էլ թողում եմ մի փոքրիկ տապակվի, ավելացնում եմ հենց անմիջապես բրինձի վրա աղը, ես այդպես եմ անում ու եռացրած ջուրը։ Այսպես ավելացնեմ, այսպես, ես քթալի, շատ լավ է, այսպես։ Խառնեմ և ավելացնեմ ջուրը։ Մենք համով հոտեր է տարածքը արդեն ապախորժելու համար հոտեր ենք։ Ավելացնենք նախապես եռացրած ջուրը։ Ավելացրեցի ջուրը այնքան որ ծածկի մեր բաղադրիչները և վերջ։ Փակենք, թողնենք ոչ շատ բարձր, ոչ էլ շատ ցածր կրակի վրա, որ հասցնի եփվի, որ ջուր ավելացնելու կարիք չունենանք, համը կնայեմ և այստեղ կավելացնեմ մի փոքրիկ յուղ։ Լավ, սիրելիներս, անջատեմ, թող ինքը եփվի, ես արդեն պատրաստի վիճակում ձեզ ցույց կտամ։ Ահա և վերջ, սիրելիներս, դառնանք չանողությունը, էքստա սիրելիներս, բրինձը հատիկ, ահա մեր փլավի վերջնական տեսքը, սիրելիներս, այնպես անուշ է բույրում, այսպես շատ լավ է ստացվել, հիմա եկեք փորձենք, շատ ընտիր է ստացվել, փորձենք ասեմ ձեզ։ Ահա և վերջ, սիրելիներս, վերջացրեցի, ինչպես ցույց տվեցի, նայեք, վերջնական տեսքը, այսպես հատիկ, շատ լավն է, շատ համով անուշ բուրում է, սիրելիներս։ Այսա փորձեմ, ասեմ ձեզ էլ, իմ պատրաստածը ես, չնայած ես նենցա, որ համով եմ պատրաստում, գլուխս չեմ գովում։ Շատ ընտիր է, շատ համով է, սիրելիներս, շատ, իսկականից եմ ասում։
Շատ համով է։ Այնպես կուզեի ձեզ էլ հյուրասիրեի։ Սիրելիներս, այսպես փոխանցում եմ հեռուստացույցով, բայց կուզեի ձեզ էլ հյուրասիրեի։ Պատրաստեք սիրելիներս, պատրաստեք սիրով, հավեսով ու ամենակարևորը հոգի ներդրեք, որ ուտելիքը շատ համով ստացվի։ Ինձ մոտ շատ համով է ստացվել, շատ ախորժելի է, մեզ բարի ախորժակ, ովքեր որ հաց են ուտում, իրենց նույնպես բարի ախորժակ սիրելիներս։ Դե ինչ, եկեք այստեղ էլ ավարտենք մեր այսօրվա վլոգը, մեր առօրյա, մեր ընտանեկան առօրյա վլոգը սիրելիներս։ Դե ինչ սիրելիներս, լավ մնացեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, անպայման գրեք ձեր կարծիքը, հավանեցիք իմ պատրաստած եղանակով թե չէ, բա որ համը փորձեք, իսկականից եմ ասում, հաստատ շատ կհավանեք, սիրելիներս, գրեք, կիսվեք մեկնաբանություններում, տեսնեմ դուք պատրաստեցիք ինձ հետ ու ինչ պատրաստեցիք, ինչ գտնում եք ձեր ձեռքի տակ, ինչ ունեք այդ օրը տանը հարմար, ինչ որ ձեր սիրտը կուզի, իմպրովիզ արեք ու ստացեք, նայեք ամենահամով ուտելիքն է ստացվում, այն որ մտածես սա կա, նա չկա, պահի տակ բոլորիս մոտ է լինում է, բայց մի նեղվեք, պատրաստեք այն ինչ ունեք ձեր ձեռքի տակ ու համով կերակրեք ձեր ընտանիքին, դե ինչ սիրելիներս, պաչում եմ բոլորիդ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա-պակա։